Արքայադուստր Դիանան բրիտանական միապետության պատմության ամենահայտնի և ամենասիրելի դեմքերից մեկն էր։ Նրան անվանում էին ժողովրդի արքայադուստր, քանի որ ի տարբերություն թագավորական ընտանիքի շատ անդամների, նա մշտապես փորձում էր լինել մարդկանց կողքին։ Դիանան ակտիվ բարեգործությամբ էր զբաղվում, այցելում էր հիվանդանոցներ, աջակցում էր քաղցկեղով և ձիահով հիվանդներին, ինչպես նաև միջազգային հարթակներում բարձրաձայնում էր ականապատ տարածքների վտանգների մասին։ Արքայադուստր Դիանան հերոսական կերպար էր, որի շնորհը, կարեկցանքը և մարդասիրական նպատակներին անսասան նվիրվածությունը անջնջելի հետք թողեցին աշխարհում։ Բայց մեզ համար արքայադուստր Դիանայի կերպարը հետաքրքիր է նաև պայմանավորված այն հանգամանքով, որ բազմաթիվ տեղեկություններ կան նրա հայկական արմատներ ունենալու մասին։ Ասում են, որ մայրական գծով նրա չորրորդ մեծ տատը Էլիզա Գևորգյանը Հնդկաստանի հայ էր։ Ավելի վաղ արքայադուստր Դիանայի մորաքույրը Մերի Ռոչը The Times-ին տված հարցազրույցում ասել է. «Ես միշտ ենթադրել եմ, որ կիսով չափ հայ եմ, և ես ուրախ եմ նաև, որ հնդկական ծագում ունեմ»։ Նշվում է, որ դեռևս 2013 թվականին անցկացված թեստավորումը հաստատել է, որ Դիանայի միտոքոնդրիալ ԴՆԹ-ն կրում է հազվագյուտ հարավասիական հապլոխումբ, որը փոխանցվել է նաև արքայազն Ուիլյամին և արքայազն Հարիին։ Էլիզա Գևորգյանը, ով 18-րդ դարի վերջին ապրում էր Հնդկաստանի նավահանգստային քաղաքներից մեկում, երկար ժամանակ համարվում էր զտարյուն հայուհի։ Այս բացահայտումը հատկապես ուշագրավ է, քանի որ Սփենսերների արիստոկրատական ընտանիքը շուրջ 2 դար փորձել է սրբագրել տոհմածառը, թաքցնելով ոչ եվրոպական արմատները։ Գիտնականների հայտնաբերած գենետիկ տվյալները այնքան հազվագյուտ են, որ աշխարհում հայտնի է ընդամենը 14 մարդ, ովքեր կրում են այն, և նրանցից ոչ մեկ չի բնակվում Եվրոպայում։ Սա վերջնականապես փոխում է պատկերացումները բրիտանական թագավորական ընտանիքի ամենահայտնի անդամներից մեկի բազմամշակութային ծագման մասին։ Հայք Նյուզ լրատվական։